բանի մասին է պլանավորում խոսալ, բայց այս ընթացքում մի շատ կարևոր տեղեկատվություն է հայտնվել մամուլում, լրատվամիջոցներում, եւ այդ տեղեկատվությունը ինձ թվում է ունի շրջադարձային նշանակություն։ Միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում, ընդ որում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված գալուգացի օլիգարխը ոչ ավել, ոչ պակաս անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն, այն մարդը, ով եկել է եւ Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն ՖՍԲ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում եւ շրջանառվում է մամուլում եւ բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա իրականորեն փոխում է կամ իրականում չի էլ փոխում մեր պատկերացումները, հաստատում է մեր պատկերացումները, որովհետեւ ես ընդամենը 2 օր առաջ ասում էի, որ այն մարդը, որը օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպը այլ կերպ, քան Լրտեսի գործելակերպ հնարավոր չի անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր ջանք են գործադրում օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրանք սկսել են խոսալ 300,000, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սա այլ կերպ, քան գործակալի Լրտեսի գործելակերպ ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել, եւ ինչու են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ, բայց մենք հնարավորություն ունենք դա թույլ չտալու, եւ դրա համար ես ասում եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց կներեք, գործակալներին ուղարկելը այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ գործակալական ցանցեր ստեղծելու գործընկերային չի։ Այն որ գալուգացի օլիգարխը օտար երկրա հատուկ ծառայությունների գործակալ է, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն գործակալական ցանց է եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ինքը ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, յուրաքանչյուր այդ կուսակցության աջակից եւ համակից եւ մասնակից եւ յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, եւ ես հավատում եմ, որ նրանց մեծ մասը ընտրություն է կատարելու որպես քաղաքացիության օգտին, իսկ նրանք ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից, բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից։ Շատ կարճ մի հարց ունեմ, ուղղակի բառացի ներողություն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի խոսքին ունեմ, հայ կալուգացի պետությունը կոկորտիկ է մնալու, խրխռալու ես, երազելու ես փախչելու մասին։ Կալուգացի Սամուին, Գագուրին, Ռոբին, ոտի տակ ընկնող Սերժին ասում են, սպառնում են, կզացնելու են։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքին ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ որ հնչեցնում եմ, ինչ եք հակակալում այս հայտարարություններից հետո բանկային։
Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, ռուսական թե ինսայդեր պարբերական Պատասխանեմ քեզ։ պատասխանեք հետո Թող մեր ժողովուրդը հետևություն անի։ Փողոցում վազվզում է խելագար։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան ում են զայները տալիս։ Այ դուք տեսակ։ Էլի ինչ պատասխանեմ։ Պարոն Կարապետյան, ռուսական թե ինսայդեր պարբերականը հրապարակում է կատարել այն մասին, որ երբ 1999 թվականին դուք ցանկացել եք Ռուսաստանի Դաշնության անձնագիր ստանալ, այդ ժամանակ ձեր անձնագրային գործում նշում է եղել որպես աշխատանքի վայր FSB-ն, FSB-ի տեղեկատվական կենտրոնը։ Ինչպես եք, նաև գցել են փաստաթուղթ համապատասխան, ինչպես եք մեկնաբանում այս հրապարակումը։ Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, դրա համար։ Տեսել եք հրապարակում Դե այսինքն։ իհարկե չէ։ Ոչ։ Ես կարող եմ, այսինքն, ինչ, լավ, Նիկոլ, դուք կապ չեք ունեցել FSB-ի հետ։ Ինչ։ Չէ, այդպես ես դες լուրջ հարց եմ տալիս եւ քաղաքական հայտ Այդպիսի ներկայացրած հարցեր տալուց գոնե մի ասեք լուրջ հարց եմ տալիս։ մի վարքյան հրապարակում է եղել հստակ եւ փաստաթղթով, եթե ցանկանում եք ես դες ցույց կտամ FSB-ի նշումը եւ ես դες մեկնաբանությունը դրել եմ արդեն շանտեղ համապատասխան FSB-ի նշում քնար ջան թույլ կտաս ավարտել FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք հստակ փաստաթղթով անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար Կարող բան չունեմ։ է FSB-ի հետ կապ չեք ունեցել, հստակ հարց եմ տալիս։ Պարոն Կարապետյան համատարած Եթե մեր երկրում կապ ունի, միայն Նիկոլ Փաշինյանն ունի, ուրիշ մարդ Ձեզ հարաբերող տեղեկությունը հրապարակվել ինչ եք անել, եթե օրինակ այս տեղեկությունը սխալ է, ինչ քայլեր եք ձեռնարկել շանտեղ մի դրեք, դրանց էլ ինչ ավել բան։ Այսինքն հիմա քաղաքացիները Հայաստանի Հանրապետության չեմ կարող, եթե այսպես հրապարակում կա չեմ կարող շանտեղ չդնել։ Եվ քաղաքացիները էլի համատարած բոլորին տանում են ներկայացրած անձ եք։ Հետևաբար չեք կարող շանտեղ չդնել այն հրապարակումը, որում ձեզ մեղադրում են FSB-ի աշխատակիցները։ Արանք խանդարին, բարև ձեզ պարոն FSB-ի աշխատակից, արդեն FSB-ի եֆրեյտեր Փաշինյանն է մենակ։ համատարած կանոնավորների հետ Ես ասում եմ, ես գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Ինքը բարձանում է պաշտոնը։ համատարած ձերբակալությունների մասին վաղ առավոտվանից Որտե՞ղ դուք ապացուցներ ու Ես ներկայացրեցի ես էլ ձեզ ասեցի։ Ես էլ եմ համատարած ձերբակալությունների կապված